Ողջույն խաղաղ Գեղարքունիք։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ձեր առջև այսօր ելույթ ունենալը։ Այս ընտրություններն էլ հենց պատասխանատվության մասին է։ Ձեր առջև խոստումներ տալու եւ այդ խոստումները իրականացնելու մասին է։ Այս համատեքստում այս քարոզարշավն էլ առանձնահատուկ էր, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող քաղաքական ուժը քաղաքացիների առջև ներկայանում էր ոչ թե արդարանալու դիրքով, այլ պարզ ճակատով շրջում էր բնակավայրերով ու քաղաքացիներից լսում գոհունակության եւ շնորհակալության խոսքեր կատարված աշխատանքների վերաբերյալ։ Մենք կարևորում նաեւ բարձր են գնահատում այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները ի հեճուկ ամենօրյա տարածվող ապատեղեկատվության տեսնում եւ գնահատում են կատարված աշխատանքը, տարբերակում են փաստը կեղծիքից եւ արժևորում իրական աշխատանքը։ Գեղարքունիքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, ճանապարհաշինություն, ջրագծեր, դպրոց, մանկապարտեզ, զբուժհաստատություններ, մշակույթի տներ, արտաքին լուսավորության համակարգեր եւ այլն։ Սրանք տեսանելի եւ շոշափելի արդյունքներ են, որոնցից օգտվում ենք ամեն օր։ 2026 թվականին մեր կառավարությունն իրականացրեց Հայաստանի պատմության ամենախոշոր բարեփոխումներից մեկը, ներդնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Դրան էլ ավելացնենք կեսաթոշակների շարունակական բարձրացումները եւ այլ սոցիալական աջակցության ծրագրերը։ Այս ամենը, սիրելիներս, մենք իրականացրել ենք միասին, մեր աշխատանքի եւ վճարած հարկերի շնորհիվ։ Հետևաբար վստահ եմ, որ դուք կասկածել չունեք, որ այն, ինչ գրված է 2026 թվականի մեր նախընտրական ծրագրում, առաջիկա 5 տարիների ընթացքում անպայման կատարի ածվելու։ Սիրելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, այս ամենը հնարավոր է դարձել նաև խաղաղության շնորհիվ։ Մեր մարզը սահմանամերձ մարզ է եւ շատ լավ գիտի խաղաղության գինը։ Այսօր մեր կառավարության շնորհիվ, դժվարին ջանքերի շնորհիվ մենք ունենք հաստատված խաղաղություն։ Մենք գտնվում ենք փաստացի խաղաղության պայմաններում, ինչը զարգացման նոր հնարավորություն է բացում մեր երկրի համար։ Այն, որ արդեն երկար ժամանակ է մեր սահմանում կրակոցներից զոհեր եւ վիրավորներ չենք ունենում, դա խաղաղության ամենատեսանելի արդյունքներից մեկն է։ Սակայն խաղաղությունը նաեւ մեկ այլ կարևոր ու պատմական ձեռքբերում է ապահովել։ Գեղարքունիքի մարզի բնակիչները շատ լավ գիտեն ինչ բան է արտագաղթը։ 2025 թվականին արձանագրվել է պատմական իրողություն։ Հայաստանից արտագաղթը դադարել է եւ գրանցվել է ներգաղթ։ Շուրջ 8000 եւ ավելի քաղաքացիներ վերադարձել են հայրենիք։ Հիմա ժողովրդի ասած 10 երկրի շպիոնները գործուղվել են Հայաստան այս ամբողջ գործընթացները կասեցնելու եւ Հայաստանի զարգացման անիվը հետ շրջելու համար։ Սրանք բարոյական առումով ստրուկներ են, պատանդներ։ Մեկի որդին է պատանդարված, մյուսի ողջ ունեցվածք է։ Եվ հիմա այս մարդիկ իրենց հանցագործ զավակներին եւ ունեցվածքը փրկելու, ինչպես նաեւ խոպաններում մի քանի մետր ասֆալտի տենդեր շահելու համար քաղաքացիներին կրկին ուզում են տանել ստրկության ճանապարհով։ Եվ այս դավադրության հիմնական թիրախը հենց խաղաղությունն է։ Խաղաղությունը Հայաստանի համար բացված նոր հնարավորություն է, իսկ նրանց համար քաղաքական մահախոսական։ Այդ պատճառով նրանք դիմում են ամենատարբեր ստորությունների, 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ թեզերից մինչև ընտրակաշառքների մասշտաբային բաժանում։ Պետք է հատուկ ընդգծեմ, որ Հայաստանի դեմ այս դավադրության մասնակից են նաև նրանք, ովքեր կգայթակղվեն եւ իրենց ընտրությունը կկատարեն ընտրակաշառքի միջոցով։ Մի առիթով ես այս քաղաքական կրկեսի ներկայացուցիչներից մեկին հորդորեցի, որ կպնի իր գործերին։ Սակայն ես չէի կարող մտածել, որ իրանք կկպնեն իրանց 5 գործերին, այն է ընտրակաշառք բաժանելուն եւ Հայաստանի դեմ լրտեսության։ Հայաստանի դեմ աշխատող գործակալական ցանցի անդամները, ընտրակաշառք տվողներն ու վերցնողները պետք է հստակ գիտակցեն, որ բոլորը բացահայտվելու են եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու։ Սիրելիներ, նախընտրական քարոզարշավին մնացել է հաշված օրեր։ Եվ հենց այս ժամանակահատվածն է ամենահարմար պահը արարծվելու իրականության հետ, ծանր ու թեթև անելու եւ հստակ որոշելու, թե մենք ինչ ենք ընտրելու։ Ընտրում ենք խաղաղությունը, թե պատերազմը։ Ընտրում ենք անկախությունը, թե ստրկությունը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է ինքն իրեն
իր իշխանությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդությամբ եւ տեր է կանգնելու խաղաղությանը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։